Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի Պարտիզանսկի Նրբանսկի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկությունների համաձայն այնտեղ պահվում էին հրավառ նյութեր, հայտնում է Մեդուզան։ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայելոն հղում Հանրապետության առողջապահության նախարարությանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ։ Վիրավորներից առնվազն 4-ը գտնվում են ծանր վիճակում։ Նա հավելել է, որ վիրավորների թվում առնվազն 2 երեխա կա։ Հաղորդում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Նրանց մարմինները դուրս են բերվել փլատակների տակից։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով հրավառության տեխնիկայի պահեստի փլուզված տարածքը զբաղեցնում էր 800 քառակուսի մետր։ Պայթյունից հետո բռնկված հրդեհն արդեն մարվել է։ Բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջև Հաագայում Լիբանանի եւ Պաղեստինի աջակցությամբ անցկացվող ակցիայի ընթացքում։ Ինչպես հաղորդվում է, մասնակիցները փորձել են մնալ խորհրդանի շենքի մոտ, ինչից հետո ոստիկանությունը սկսել է նրանց ցրել։ Մի քանի մարդ ձերբակալվել է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատելով զատկական զինադադարը պահպանելու իր պատրաստակամությունը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի չվերսկսել հարձակումները, նույնիսկ զատկից հետո։ Կրեմլը սակայն մերժել է հրադադարի հնարավորությունը։ Ինչպես մենք բազմիցս ասել ենք եւ ինչպես նախագահ Պուտինը նշել է, մենք հրադադար չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում, երկարատև, կայուն խաղաղություն, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Քիշնևի օդանավակայանում տագնապ է հայտարարվել ենթադրյալ տեղադրված ռումբի մասին հաղորդման պատճառով, ինչի հետևանքով ուղևորներն ու անձնակազմը տարանվել են շենքից։ Այս մասին հայտնում է Newsmaker-ը։ Մոլդովայի սահմանապահ ոստիկանությունը նշել է, որ ուղևորների գրանցման գործընթացը ժամանակավորապես կասեցված է, իսկ չվերթների չվացուցակը կարող են փոփոխվել։ Հատուկ ծառայություններն իրականացնում են ստուգումներ։ Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ եւ պահպանել հանգստություն։ Մենք լրացուցիչ տեղեկատվությամբ հանդես կգանք ավելի ուշ, հայտնել են սահմանապահ ոստիկանությունից։ Ամերիկյան Օրիոն տիեզերանավը, որն Արտեմիս 2 առաքելության շրջանակում լուսնի շուրջ թռիչք է կատարել, վերադառնում է երկիր, հաղթահարելով ճանապարհի կեսից ավելին, հայտնում է ՆԱՍԱ-ն։ Ամերիկյան տիեզերանական գերատեսչության տվյալներով ներկայում տիեզերանավը անձնակազմի 4 անդամով գտնվում է մոլորակից մոտ 160,000 կիլոմետր հեռու։ Օրիոնը պետք է վայրեժ կատարի ուրբաթ Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի մոտակայքում։ Լուսին թռիչքն ու վերադարձը կտևի 10 օր։ Օրիոն տիեզերանավը արձակվել է CLS ծանր հրթիռակրի օգնությամբ Ֆլորիդայի Քեյփ Կանավերալ Հրվանդանի տիեզերակայանից անցյալ չորեքշաբթի։